Պարոն Մետրոպյան, դուք դեպատման խոսքում Արագածակ և Փեցին և Վեոլիաջուր Փակվաշետիրական ընկերությանը նշելով, որ երկու ընկերություններն էլ ժամանակահատվածի հետ կապված 10 միլիոն դրամով տուժանվել են, նաև անդրադառնալով գործընկերոջս հարցին Վեոլիան լիցենզիայի զրկելու և դա պետականացնելու, նշեցիք, որ նախ պետք է հասկանանք, թե դա կառավարման խնդիր է, թե ինչ ենք տվել և ինչ ենք ակնկալում, հիմա ինչպես է ստացվում, որ Վեոլիային ներում եք, բայց Փեցին չեք ներում, որովհետև դուք մեջ բերեցիք կառավարության Ֆրանսիայի հետ համաձայնագրերը, որ առաջիկայում որոնք ստորագրվել են և կյանքի են կոչվելու, այդ դեպքում ինչու այդ ամեն ինչը Փեցին չներվեց և Փեցին այդ ժամանակ չտրվեց և նաև կարող ենք հիշել, թե Փեցը ինչ վիճակում է գնել Սամվել Կարապետյանը, այսինքն Վեոլիա ջուրը և Սամվել Կարապետյանի կողմից գնված Փեցը, եթե դուք մատնանշում եք մարտշված խողովակաշարերը, գրեթե նույն իրավիճակում են և ոչ այս թեմային վերաբերելի մեկ հարց, մենք ձեզ պարբերաբար տեսնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կամ Նիկոլ Փաշինյանի համար կազմակերպված պատարակներին եկեղեցու բարենորոգման վերաբերյալ, դուք եկեղեցուն ինչն եք ուզում բարեփոխել, շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ, ուրեմն առաջի հարցի հետ կապված ես նորից եմ կրկնում, որևէ կարգավորվող ընկերության որևէ բան չի ներվում և ամեն ինչ արվում է օրենքի և գործող կանոնների շրջանակներում։ Ինքնանպատակ չէ Վեոլիա ջրին զրկել լիցենզիայից և ինքնանպատակ չէր Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությանը զրկել լիցենզիայից, պաշտպան լիցենզիայից։ Շատ լավ ձեր հարցի մեջ հարց բարձրացրեցիք առկա վիճակը։ Ամբողջ խնդիրը նաև խնդիրներից մեկը նա է, որ այո, ինչ վիճակում էր ձեռք բերել Տաշիր ընկերությունը, կամ Հայաստան էլեկտրական ցանցերը և մեր օրերում դեռևս ինչ վիճակում է գտնվում։ Այստեղ ևս մեծ շփոթ կա անդիմախոսների խոսույթում, որ փորձում են մանիպուլացնել։ Որևէ մեկը երբեք չի հայտարարել, որևէ պետական պաշտոնյա, առավել ևս ես կամ ոլորտը ներկայացուցիչ պատկան մարմիններից որևէ մեկը, որ հեծում այս տարիների ընթացքում ներդրումներ չեն կատարվել։ Նման պնդում չկա, չեք կարող գտնել։ Այլ հարց է, որ այդ ներդրումները մինչև այսօր ուր պետք է հասած լինեին, ինչ մակարդակի պետք է հասած լինեին, ինչ էֆեկտիվություն պետք է ունենային։ Եվ ի տարբերություն Վեոլիայի, նորից եմ կրկնում, այդ ներդրումները հեծի դեպքում սեփականատերը պետք է աներ։ Վեոլիայի դեպքում հիմնական ներդրումներ կատարման պարտավորությունը մայր պայմանագրով Հայաստանի Հանրապետության վրա է դրված եղել։ Հենց ամենասկզբի տարվանից սկսած, երբ որ այդ պայմանագիրը կնքվել է, և դրանք նույնականացնել այս խնդիրները այս պահին և ցույց տալ, որ համեմատության մեջ դնել, եթե նրանց այսպես, ապա սրանց ինչու այսպես, կներեք, դա ճիշտ մոտեցում չէ և նորից եմ պնդում, եթե Աստված մի արասցե, վաղը մյուս օրը Վեոլիա ընկերությունում ևս այդպիսի կրիտիկական իրավիճակներ կստեղծվեն, որ տեսնենք, որ ամբողջ համակարգին գլխին վտանգ է կախված, մենք կգնանք ֆունդամենտալ և ռադիկալ քայլերի։ Իհարկե ես հասկանում եմ, անցած անգամ էլի ասեցի, որ ես էլ ձեզ նման քաղաքացի եմ, մեր տանն էլ են ջուրը անջատում, մենք էլ ենք խնդիրներ ունենում, բայց դրանք այն խնդիրները չեն, որ կարելի է այսօր կառավարիչ փոխելով կամ, չգիտեմ, մեկ րոպեանոց լուծումներով այդ ամեն ինչ անել։ Շատ կարևոր քայլ է արված։ Առաջի անգամ այս տարի այդ հսկայածավալ ներդրումները ոլորտում կատարվում են և վստահ եմ, որ մյուս տարի, հաջորդական մյուս տարիների ընթացքում մենք կունենանք դրական էֆեկտ ջրամատակարարման ոլորտում։ Չի ավարտել։ Եկեղեցու վերաբերյալ դուք ինչ եք ուզում բարենորոգել։ Այսօրվա թեմայի օրակարգում քննարկենք սակագները, ներդրումները, ձևաչափը պահպանենք։ Եկեղեցու սակագները Մենք եկեղեցու սակագները չենք կարևորում։
Ամենայն հարգանքով, բայց օրակարգից ամենայն հարգանքով ես այդ հարցին արդեն պատասխանել եմ, երկրորդ անգամ կրկնվելու իմաստ չկա, եւ երկրորդ եկեք այսօր օրակարգից դուրս չգանք։